Աշխարհում նոր վիրուս է տարածվել՝ հանտավիրուս։ MV Hondius նավի մի քանի ուղևորների մոտ ի հայտ են եկել հանտավիրուսին բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, թուլություն եւ շնչառական խնդիրներ։ Նավի բժիշկները կասկածել են վտանգավոր վարակ եւ անմիջապես մեկուսացրել հիվանդներին։ Ավելի ուշ լաբորատոր հետազոտությունները հաստատել են հանտավիրուսը։ Դրանից հետո նավի երթուղին հայտնվել է իշխանությունների եւ առողջապահական ծառայությունների վերահսկողության տակ։ Իսկ Կանարյան կղզիներում սկսվել են բուռն քննարկումներ, արդյոք թույլ տալ նավին մուտք գործել նավահանգիստ։ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է ընդունել MV Hondius նավը Կանարյան կղզիներում, չնայած տեղի իշխանությունների դժգոհությանը։ Կանարյան կղզիների ղեկավարությունը դեմ էր որոշմանը եւ հայտարարում էր, որ բավարար տեղեկություն չունեն վտանգը գնահատելու համար, բայց Մադրիդը պնդում է, սա մարդասիրական եւ միջազգային պարտավորություն է։ MV Hondius նավում մահացել է 3 մարդ՝ մի զույգ Նիդերլանդներից եւ 1 գերմանացի։ Հանտավիրուսով վարակվածություն է ախտորոշվել Հարավային Աֆրիկայում նավից տարհանված 69-ամյա բրիտանացու մոտ, իսկ չորեքշաբթի Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ վիրուսը հայտնաբերվել է նաև իրենց քաղաքացու մոտ, որը նույնպես եղել է նավի ուղևոր։ Հանտավիրուսը սովորաբար մարդկանց է փոխանցվում կրծողների միջոցով։ Այն կարող է առաջացնել ծանր շնչառական հիվանդություններ։ Մարդուց մարդուն փոխանցումը չափազանց հազվադեպ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է, որ վիրուսի փոխանցման նման մեխանիզմը հազվադեպ է հանդիպում։ Եվ Կաբո Վերդեի ափերի մոտ խարիսկ գցած նավի 150 ուղևորների համար վարակման ռիսկը մնում է ցածր։ Այնուամենայնիվ Կաբո Վերդեի իշխանություններն արգելել են ուղևորներին դուրս գալ ափ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։